Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, բարի լույս բոլորին։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խորհրդարանական խմբակցությանը իմ թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրելու համար եւ մի քիչ ռետրոսպեկտիվ անդրադառնամ նրան, ինչ տեղի ունեցել, երբ 2020 թվականի ապրիլին ելույթ է ունենում այս ամբիոնից, որպես Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, խոսքը սկսեցի այն դիտարկմամբ, որ մեզ շրջապատող աշխարհը դառնում է առավել անորոշ ու մարտահրավերներով լի։ Ինչպես պնդում էի այն ժամանակ, ստեղծված իրավիճակը ոչ թե մասնավոր դեպք էր, այլ համաշխարհային տնտեսության մեջ հիմնովին նոր, առավել բարդ եւ ցնցումներով լի պարբերաշրջանի սկիզբ։ Ցավոք, վերջին տարիների զարգացումները հաստատեցին իմ դիտարկումները։ Այսօր աշխարհում տնտեսական կայունության ապահովումը դարձել է լուրջ մարտահրավեր, պայմանավորված աշխարհաքաղաքական հակամարտությունների խորացմամբ եւ համաշխարհային առևտրային հարաբերություններում լարվածության սրմամբ։ Միևնույն ժամանակ կառուցվածքային փոփոխությունները, արհեստական բանականության եւ նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց մինչև բնակչության ծերացում եւ կլիմայի փոփոխություն էապես մեծացրել են համաշխարհային տնտեսական աճի հեռանկարի շուրջ անորոշությունը։ Այս գործոնների համակցված ներգործությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար մի աշխարհակարգում, որը դարձել է ավելի մասնատված, փխրուն եւ անորոշ։ Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն առաջնորդվել է այն համոզմունքով, որ մակրոտնտեսական կայունության ապահովման մեր հանձնառությունը պետք է լինի անվերապահ։ Մակրոտնտեսական կայունությունը երկրի տնտեսական զարգացման համար նույնքան կարևոր է, որքան խաղաղության եւ ժողովրդավարության վրա հիմնված կայուն քաղաքական միջավայրը, ազատ մրցակցությունը, օրենքի գերակայությունը եւ արդար դատական համակարգը։ Կառավարության գործընկերների հետ ներդրված մեր համատեղ ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն այժմ վստահաբար դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա։ Այժմ թույլ տվեք անդրադառնալ Կենտրոնական բանկի կարևորագույն ձեռքբերումներին եւ ապագայի տեսլականին։ Կենտրոնական բանկի պատասխանատվությունը մակրոտնտեսական կայունության ապահովման առումով ամփոփված է իր երկու սահմանադրական նպատակների՝ գների կայունության եւ ֆինանսական կայունության մեջ։ Նախ ուզում եմ անդրադառնալ գների կայունությանը։ Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը բախվել է բազմաթիվ ցնցումների, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցված արդեն իսկ լուրջ փորձություն կլիներ ցանկացած տնտեսության համար։ Մինչդեռ մենք բախվել ենք դրանց համակցված ազդեցությանը։ Կենտրոնական բանկը շրջահայացորեն արձագանքել է գնաճային ցնցումներին, կանխարգելիչ կերպով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, գնաճային սպասումները խարսխելու եւ նվազագույն ծախքերով գնաճի խնդիրը հաղթահարելու նպատակով։ Մենք արձագանքել ենք նաեւ ճկուն փոխարժեքի քաղաքականության միջոցով, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն զսպել գնաճը, այլ նաեւ խնայել եւ ժամանակի ընթացքում ավելացնել պետական պահուստները, դրանք հասցնելով աննախադեպ բարձր մակարդակի։ Կիրառված խելամիտ քաղաքականության շնորհիվ արդեն 23 թվականի ապրիլին գնաճը եւ տոկոսադրույքը ձևավորվեցին ցածր մակարդակում եւ տնտեսությունն անցում կատարեց ավելի կայուն զարգացման փուլ, որը բնութագրվում է բարձր տնտեսական աճի եւ ցածր կայուն գնաճի համակցությամբ։ Թեև մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ եւ ապահովել գների կայունությունը, մենք գիտակցում ենք, որ անորոշ եւ արագ փոփոխվող աշխարհում ցածր եւ կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր ինստիտուցիոնալ կառուցակարգ եւ մոտեցում։ Հպարտությամբ եմ ուզում նշել, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն աշխարհում առաջին կենտրոնական բանկն է, որը մշակել եւ ներդրել է ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության կառուցակարգը, ինչը մեզ համար ապագայի մարտահրավերների ավելի ճկուն եւ պատրաստված արձագանքելու հիմք է։ Մեր դրամավարկային քաղաքականության կառուցակարգի կարևոր հենասյուներից է նաեւ թափանցիկության ամենաբարձր չափանիշների կիրառումը։ Մենք աշխարհում միակ կենտրոնական բանկն ենք, որը տոկոսադրույքի որոշման կայացման օրը հրապարակում է արձանագրությունը, ներառելով խորհրդի անդամների անհատական կարծիքները, քվեարկության անհատական արդյունքները եւ դրանց հիմնավորումները։
Մարտի վերջին առաջին անգամ նոր ձևաչափով հրապարակել ենք նաև դրամավարկային քաղաքականության հաշվետվականության տարեկան հանրային զեկույցը, որը ներկայացնում է վերջին տարվա ընթացքում Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնց Կենտրոնական բանկի խորհուրդը բախվել է գների կայունության նպատակի ապահովման ճանապարհին։ Կարևոր է ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության նոր կառուցակարգն այս պահին աշխարհում համարվում է լավագույն ստանդարտ։ Ներկայումս բազմաթիվ առաջատար կենտրոնական բանկեր նշում են, որ իրենք պատրաստվում են ներդնել համանման դրամավարկային քաղաքականության շրջանակ, որով աշխատում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը։ Ուզում եմ հատուկ նշել, որ 25 թվականին Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային ժողովը նվազեցրել է գնաճային նպատակի ցուցանիշը 4%-ից սահմանելով 3%։ Գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը վստահ եմ կարևոր դրական ազդեցություն է ունենալու երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման, երկրում ներդրումային գրավչության բարձրացման և հասարակության բարեկեցության բարելավման վրա։ Այժմ թույլ տվեք անդրադառնալ մակրոտնտեսական կայունության երկրորդ կարևորագույն բաղադրիչին՝ ֆինանսական կայունությանը։ Ֆինանսական կայունությունն առկա է, երբ ֆինանսական հաստատությունները, շուկաները և ենթակառուցվածքները ունակ են դիմակայել հավանական ցնցումներին և առանց խաթարումների մատուցել մեր քաղաքացիների պահանջներին համարժեք ֆինանսական ծառայություններ։ 20 թվականի լրջագույն մարտահրավերների պայմաններում ֆինանսական համակարգը կայունության տեսանկյունից կարող էր ունենալ լուրջ անցանկալի հետևանքներ։ Առաջացած խնդիրները հասցեագրելու ընթացքում Կենտրոնական բանկն առաջնորդվել է զգուշավոր մոտեցմամբ, աստիճանաբար կառավարելով ռիսկերն այնպես, որ դրանք չազդեն ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների անընդհատության և տնտեսության վրա։ Հետագայում հաշվի առնելով քաղված դասերը սկսել ենք կիրառել աշխարհում առաջադիմական կապիտալի չեզոք բուֆերի մոտեցումը, համաձայն որի ֆինանսական համակարգը պետք է կուտակի կապիտալի անհրաժեշտ պաշար նախքան համակարգային ռիսկերի ակտիվ կուտակման գործընթացի սկիզբը։ Արդյունքում Կենտրոնական բանկի իրականացրած հակացիկլիկ քաղաքականության շնորհիվ ֆինանսական համակարգն այս պահին կուտակել է իրացվելիության և կապիտալի էական պաշարներ, ավելի քան 180 միլիարդ դրամի կապիտալի բուֆեր, 2 տրիլիոն դրամային և 790 միլիարդ արտարժութային բարձր իրացվելի ակտիվներ։ Միաժամանակ չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, որը 2021 թվականի լրջագույն ցնցումներից հետո էականորեն բարձրացել էր, ներկայումս գտնվում է պատմականորեն ցածր մակարդակներում։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է, որն էապես ուժեղացրել է ֆինանսական համակարգի դիմակայունությունը և թույլ է տվել ընդլայնել ֆինանսական ծառայությունների և վարկավորման ծավալները։ Մասնավորապես առևտրային բանկերի վարկերի հարաբերակցությունը հնային և ակտիվների հարաբերակցությունը հնային 25 թվականի արդյունքներով գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակներում, կազմելով 64 և 122%։ Իհարկե, Կենտրոնական բանկի մանդատը չի սահմանափակվում միայն մակրոտնտեսական բնագավառում մեր հանձնառություններով։ Մակրոտնտեսական կայունության ուղղությամբ գրանցված հաջողությունները և ձևավորված կառուցակարգերը ամուր հիմք են Կենտրոնական բանկի մյուս կարևոր նպատակների արդյունավետ իրագործման համար։ Ֆինանսական համակարգի կարգավորման ոլորտում մեր քաղաքականության հիմնական նպատակն է պաշտպանել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդներին, ավանդատուների, ապահովադիրների և այլ ներդրողների օրինական շահերը և ներդրված միջոցների անվտանգությունը, միևնույն ժամանակ ապահովելով որակյալ և մրցունակ ֆինանսական ծառայությունների մատուցումը քաղաքացիներին։ Մեր վարած քաղաքականությունը միտված է ֆինանսական համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որի առաջնային շահառուն ոչ թե ֆինանսական կազմակերպություններն են, այլ մեր քաղաքացիները։ Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կարգավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվում է նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում սկզբունքով, նպաստելով կամ նպատակ ունենալով ապահովել ապագային միտված կանխարգելիչ, թափանցիկ և կանխատեսելի խաղի կանոններ։ Մեր քաղաքականության արդյունավետ և նպատակային իրականացումը տեղի ունենում ֆինանսական համակարգի վերահսկողության միջոցով։ Վերջին տարիներին աշխատանքներ են տարվել Կենտրոնական բանկի վերահսկողության գործառույթը ռիսկահենք մոտեցմամբ իրականացնելու ուղղությամբ նպատակ ունենալով առկա ռեսուրսներն առաջնահերթ ուղղել ֆինանսական համակարգում էական ռիսկերի բացահայտմանը և հիմնարար լուծում պահանջող խնդիրների հասցեագրմանը։ Ռիսկերի վրա հիմնված վերահսկողության շրջանակներում յուրաքանչյուր բանկի համար տարեկան կտրվածքով գնահատվում են վերջինիս բիզնես մոդելի կենսունակությունը,
Ստանձնած ռիսկերի մակարդակը, ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը։ Այդ գնահատականի հիման վրա կենտրոնական բանկը նախատեսում է յուրաքանչյուր բանկի համար սահմանել լրացուցիչ կապիտալի այնպիսի մակարդակ, որը բավարար կլինի տվյալ բանկին բնորոշ ռիսկերի չեզոքացման եւ հնարավոր վնասների կլանման համար։ Արդյունքում մեր վերահսկողական գործողությունները կլինեն արդար եւ ապագային միտված, կենտրոնանալով յուրաքանչյուր բանկում խնդիրների առաջացման պատճառների կանխարգելման, այլ ոչ թե դրանց հետևանքների չեզոքացման վրա։ Նկարագրված մոտեցումը օրենսդրական փոփոխությունների նախագծի տեսքով շուտով կներկայացնենք ազգային ժողովին, ակնկալելով օրենսդրի մարմնի աջակցությունն ու անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներն իրականացնելու հարցում։ Արժևորելով ֆինանսական համակարգի անխափան գործունեության ապահովման ուղղությամբ մեր արձանագրած ձեռքբերումները, ինչպես նաև գիտակցելով օրեցօրի հայտ եկող նոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը, Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի ապագան տեսնում է նորարարությունների եւ հանրության փոփոխվող պահանջների համահունչ ծառայությունների անվտանգ մատուցման համատեքստում։ Մենք առաջնահերթ ենք համարում այնպիսի էկոհամակարգի ձևավորումը, որը կապահովի ազատ մրցակցային պայմաններում նորարար ֆինանսական ծառայությունների մատուցումը, միևնույն ժամանակ հասցեագրելով վերջիններից բնորոշ ռիսկերը, որոնք էապես տարբերվում են ավանդական ֆինանսական ծառայությունների հատուկ ռիսկերից։ Կենտրոնական բանկի զարգացման օրակարգում առկա են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնցից կցանկանայի առանձնացնել կարևոր մի քանիսը։ Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներից մեկը ֆինանսական շուկայի մուտքի թույլտվության տրամադրումն է, որի արդյունքում ֆինանսական շուկայի ծառայությունների մատուցման իրավունք է շնորհվում կենսունակ եւ համարժեք կարողություններ ունեցող ֆինանսական կազմակերպություններին։ Քաղաքացիներից ավանդ ներգրավելու համար բանկերին տրվող թույլտվությունը ենթադրում է մեծ նախնական կապիտալ, փուլային թույլտվությունների բարդ ընթացակարգ, ինչը հաճախ դժվար հաղթահարելի է նորարարական լուծումներով համեմատաբար ավելի պարզ ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար։ Ուստի մենք նախատեսում ենք ներդնել լիցենզավորման ավելի ճկուն համակարգ, որը թույլ կտա շուկայի մասնակիցներին պարզեցված կարգով եւ ավելի քիչ ծախսերով մուտք գործել շուկա, մատուցելով իրենց կողմից նախատեսված սահմանափակ շրջանակով ծառայությունները հետագայում շրջանակը ընդլայնելու հնարավորությամբ։ Օրինակ, կարող ենք ունենալ ներդրումային բանկի կամ թվային բանկի պարզեցված լիցենզիաներ, որոնք թեև թույլ են տալու իրականացնել բանկային ծառայությունների զգալի մասը, սակայն չեն ենթադրի մանրածախ ավանդների ներգրավում եւ ենթադրաբար լիցենզիաների ավելի խիստ պահանջներ։ Կարծում եմ, որ սա կարևոր քայլ կլինի ֆինանսական ծառայությունների շրջանակի ընդլայնման եւ հասանելիության ավելացման առումով։ Հաջորդ նախաձեռնությունը վերաբերում է ֆինանսական շուկայում մրցակցային եւ հաճախորդների պահանջներին հարմարացված ծառայությունների մատուցման համար բաց բանկային համակարգի կամ այսպես ասած open banking-ի ձևավորմանը։ Open banking-ի կանոնները ֆինանսական կազմակերպությունների հաճախորդներին օժտում են ավելի մեծ բանակցային ուժով, քանի որ վերջիններս իրենց բանկային տվյալները արագ, հարմար եւ առանց էական ծախսերի կարող են տրամադրել այլ ֆինանսական ծառայություն մատուցող ընկերությունների։ Հաճախորդները ստիպված չեն լինի իրենց բոլոր ֆինանսական ծառայությունները կենտրոնացնել մեկ ֆինանսական հաստատությունում, նրանք կկարողանան ընտրել յուրաքանչյուր ֆինանսական ծառայության համար լավագույն պայմաններ առաջարկող ֆինանսական կառույցը, ինչպես լիցենզավորման գործընթացի պարզեցման, այնպես էլ բաց բանկային համակարգի ներդրման մասով Կենտրոնական բանկը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով, որի ներքո ակնկալում ենք ազգային ժողովի աջակցությունն ու համագործակցությունը։ Մյուս կարևոր ուղղությունը, որը ընտրել ենք, ֆինանսական համակարգի կողմից մատուցվող վճարային ծառայությունների արագության, անվտանգության եւ հարմարավետության բարձրացումն է։ Մեր օրերում ֆինանսական ծառայությունների գրավչության նախապայմանը գործարքների իրականացման արագությունն է, որը չափվում է որի չափման միավորը ժամից հասել է վայրկյանների։ Ըստ այդմ Կենտրոնական բանկը ձեռնարկելու է վճարային ենթակառուցվածքների արդիականացման ուղղված էական քայլեր, գործարքների սպասարկման արագ, ապահով եւ հետագծելի եղանակով իրականացնելու համար։ Այս համատեքստում արդեն նախաձեռնել ենք մեր սեփական ենթակառուցվածքների վերափոխում նոր էլեկտրոնային վճարային համակարգի ներդրման միջոցով, որը կապահովի անվտանգության, հասանելիության եւ թողունակության բարձր մակարդակ։ Քանի որ նոր համակարգը համապատասխանում է միջազգային լավագույն ստանդարտներին, մենք կկարողանանք սահուն ինտեգրել համաշխարհային վճարային համակարգերին։
Նոր ենթակառուցվածքը թույլ կտա բանկերին եւ վճարահաշվարկային կազմակերպություններին իրենց համակարգերում եւս ներդնել ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ եւ մատուցել ավելի հարմար ծառայություններ մեր քաղաքացիներին։ Կարևոր ձեռքբերում է նաեւ մասնավոր հատվածում վճարային ենթակառուցվածքների զարգացումն ու բազմազանությունը։ Որպես հաջողված օրինակ կարելի է նշել Arcapay արագ փոխանցումների համակարգի գործարկումը, որի շրջանակներում փոխանցումներն իրականացվում են արագ եւ նվազագույն ծախսերով։ Ներկայումս համակարգին անդամակցում են 10 բանկ եւ 1 վճարահաշվարկային կազմակերպություն։ Վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից է նաեւ ֆինանսական համակարգի ոչ բանկ մասնակիցների ակտիվության աճը եւ հեռանկարային զարգացման ներուժը։ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա Կենտրոնական բանկը մշակել եւ ներդրել կրիպտոակտիվներով մատուցվող ֆինանսական ծառայությունների գործունեության իրավակարգավորումները, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծել կրիպտոակտիվների ոլորտում միջազգային խաղացողների մուտքը ֆինանսական շուկա ապահովելու համար։ Այս փուլում մենք նախատեսում ենք առանձնակի ուշադրություն դարձնել ակտիվին կցված թոքենների, այսինքն stable coin-ների թողարկման եւ շրջանառության հետ կապված հարաբերությունների կարգավորմանը, որը հնարավորություն կտա ներդնել ՀՀ դրամին կցված stable coin-ներ որպես վճարումների իրականացման ժամանակակից եւ այլընտրանքային միջոց։ Ապահովագրական շուկայի զարգացման տեսանկյունից մեծ ջանքեր են գործադրվում միջազգային խոշոր խաղացողների եւ ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը հայաստանյան շուկա ապահովելու համար։ Վերջերս հայկական շուկա մուտք գործեց հարուստ ապահովագրական փորձ ունեցող միջազգային հեղինակավոր ընկերություն։ Մեր գնահատմամբ սա կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետությունում կյանքի ապահովագրության ծառայությունների մատուցման համար, ինչը կստեղծի երկարաժամկետ խնայողությունների եւ ներդրումների նոր հնարավորություններ, դառնալով կենսաթոշակային ապահովության համակարգի զարգացման հաջորդ տրամաբանական փուլը։ Մեր նախաձեռնությունների մեծ մասի կյանքի կոչման համար սկզբունքային նշանակություն ունեն երկրում թվային ենթակառուցվածքների ներդրումն ու զարգացումը։ Կենտրոնական բանկը վերջին տարիներին մեծ ռեսուրս եւ ջանք է ներդրել թվային ֆինանսական համակարգի կառուցման նախադրյալների ապահովման համար։ Արդյունքում ստեղծվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, որն արդեն իսկ արձանագրել է նշանակալի հաջողություններ եւ դարձել է կարևոր անկախ պետական ինստիտուտ։ Վերջինիս օրակարգում են ամբողջ տնտեսության մասշտաբով տվյալների փոխգործելիության, էլեկտրոնային նույնականացման, կիբեռանվտանգության ապահովման կարևորագույն խնդիրները։ Այս առումով Կենտրոնական բանկը խիստ կարևորում է, որ բանկային համակարգը հանդես գա որպես թվային բարեփոխումների առաջամարտիկ, մատուցելով փոխգործելի ապահով եւ հասանելի թվայնացված ֆինանսական ծառայություններ։ Եվ վերջին, սակայն ոչ պակաս կարևոր կետին, որին կցանկանայի անդրադառնալ, Կենտրոնական բանկի որպես կառույց ինստիտուցիոնալ զարգացումն է։ Վերջին 6 տարվա ընթացքում Կենտրոնական բանկում իրականացրել են էական ներքին բարեփոխումներ։ Համագործակցելով միջազգային առաջատար ինստիտուտների եւ ընկերությունների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ McKinsey խորհրդատվական ընկերության հետ, մենք ամբողջությամբ վերանայել ենք մեր կառավարման ներքին կառուցակարգերը։ Ներ ենք դրել կառավարչական գերազանցության ծրագիրը կատարողականի հիման վրա, որը վերափոխել է Կենտրոնական բանկի ներքին ինստիտուցիոնալ մշակույթը, ինչպես նաև մարդկային կապիտալի նախագծերի աշխատանքի կատարողականի եւ ռիսկերի կառավարման համակարգերը։ Սա կարևոր ձեռքբերում է, որը մեզ հնարավորություն է տալիս արագ փոփոխվող եւ անկախատեսելի աշխարհում արդյունավետորեն արձագանքել սպասվող մարտահրավերներին, ապահովել մեր հիմնական նպատակների իրականացումը եւ միաժամանակ ներդնել ապագային միտված նորարարական լուծումներ։ Առաջիկա 6 տարվա ընթացքում մենք շարունակելու ենք հետևողականորեն վերափոխել մեր ներքին մշակույթը, գործընթացները եւ կառուցակարգերը։ Կենտրոնական բանկը որպես կառույց պետք է լինի արդյունավետ, նորարար եւ գերազանցության ձգտող։ Կարևորի գիտելիքի եւ մարդկային կապիտալի կուտակումը, քանի որ հենց դա է ապագայի մարտահրավերների դիմակայելու միակ կենսունակ գրավականը։ Այսքանով ցանկանում եմ եզրափակել ելույթս ընդգծելով, որ առաջիկա տարիների համար սահմանել ենք շատ հավակնոտ նպատակներ, որոնց իրականացումը պահանջելու է մեծ ջանքեր եւ անսահման նվիրում։ Սակայն հետադարձ հայացք նետելով նախորդ տարիների մեր ձեռքբերումներին, համոզված եմ, որ հաջողելու ենք եւ ունենալու ենք մեր պատկերացումներին եւ արժեքներին համապատասխան կառույց, որը շարունակելու է ծառայել մեր հասարակության բարեկեցության ապահովմանը։ Շնորհակալություն։